Ձեզ եմ ներկայացնում եւս մեկ պայուսակ, որն ունի շատ հետաքրքիր գունային համադրություն։ Իսկ մինչ այդ փորձիր գուշակել, թե քանի երանգի քար եմ օգտագործել այս պայուսակի համար։ Սիրում եմ, երբ հաճախորդուհիներին են վստահում նմանատիպ պատվերներ, բանավոր ընտրում երանգներ եւ չգիտենք արդյոք գեղեցիկ կնայվեն դրանք միասին թե ոչ։ Բայց ես նմանատիպ քարերի խառնուրդ ստանալիս եւս մեկ անգամ համոզվեցի, որ կարևորը ոչ թե գույների համընկնումն է, այլ թե ինչ քանակի յուրաքանչյուրից կօգտագործես։ Այս պայուսակի մեջ կա քար, որն օգտագործել եմ 25 շարան, եւ կա քար, որն օգտագործել եմ ընդամենը 2 շարան։ Ինչևէ, այստեղ արդեն կարում եմ ներսում ամրեցվող կտորը, ինչպես նաև ավելացնում եմ բոլոր մնացած դետալները, այդ թվում ուսից կախելու երկար շղթան։ Դե ինչ պայուսակն արդեն պատրաստ է եւ ես ձեզ եմ ուզում ներկայացնել իր վերջնական տեսքը։ Եվ կսկսեմ ապակյա քարերի փայլից արևի լույսի տակ։ Թե ինչքան շքեղ երանգ է ստացվել, կարող եք տեսնել ինքներդ։ Երբեմն կան գույներ, որոնք բառերով նկարագրել հնարավոր չէ։ Սա էլ հենց այդ տարբերակներից է, քանի որ մթության մեջ, տվերի եւ արևի լույսի տակ այն ունի տարբեր երանգներ։ Եվս մեկ պայուսակ, որը դարձավ իմ ամենասիրելիներից մեկը։ Իսկ դու չմոռանաս թողնել քո կարծիքը մեկնաբանություններում։ Գրիր ինչպես է այն ստացվել ըստ քեզ։ Շնորհակալ եմ, որ վիդեոն նայեցիր մինչև վերջ։ Կհանդիպենք։